Դեկտեմբերի 31-ին երեկոյան ժամերին Երևանում գրանցվել է արտակարգ միջադեպ։ Ըստ պաշտոնական աղբյուրներից ստացված օպերատիվ տեղեկությունների բժշկական հաստատություն է տեղափոխվել դանակարության հետևանքով վիրավորված մի քաղաքացի։ Տեղեկությունը ստացվել է իրավապահ մարմինների կողմից մոտավորապես ժամը 17:40-ի սահմաններում։ Դեպքի մասին ահազանգից հետո համապատասխան ստորաբաժանումների ծառայողները մեկնել են հիվանդանոց, պարզելու իրավիճակը և ձեռնարկելու անհրաժեշտ գործողություններ։ Բժշկական անձնակազմի փոխանցմամբ վիրավորը գտնվել է վիրահատական սրահում և չի եղել այնպիսի վիճակում, որ կարողանա բացատրություն տալ տեղի ունեցածի վերաբերյալ։ Բժիշկների ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը և կայունացնել առողջական վիճակը։ Ըստ նախնական բժշկական տվյալների, անձը ստացել է կտրած ծակած վնասվածք կրծքավանդակի շրջանում։ Նման վնասվածքները բժշկական պրակտիկայում դասվում են կյանքի համար վտանգավորների շարքին, հատկապես եթե վնասվում են կենսական կարևոր օրգաններ։ Բժիշկները նման դեպքերում գործում են արագ և համակարգված, կենտրոնանալով արյունահոսության կանգնեցման, ներքին վնասվածքների գնահատման և հնարավոր բարդությունների կանխման վրա։ Այս փուլում բժշկական տեղեկատվությունը սահմանափակ է, քանի որ առաջնահերթությունը տրվում է մարդու կյանքը փրկելուն, ոչ թե դեպքի մանրամասների պարզաբանմանը։ Մինչ բժիշկները զբաղված էին վիրավորի առողջական վիճակի կայունացմամբ, իրավապահ մարմինների ներկայացուցիչները սկսել են իրականացնել օպերատիվ գործողություններ։ Նման դեպքերում սովորաբար իրականացվում են հետևյալ քայլերը. պարզվում է վիրավորի ինքնությունը, ուսումնասիրում են նրա շարժման վերջին երթուղին, հավաքագրվում են հնարավոր տեսախցիկների տեսագրությունները, հարցաքննվում են հնարավոր ականատեսները։ Այս բոլոր գործողությունները նպատակ ունեն վերականգնելու դեպքի ամբողջական պատկերը և պարզելու, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել միջադեպը։ Քրեական դեպքերի լուսաբանման ժամանակ լեզուն ունի վճռորոշ նշանակություն։ Յուրաքանչյուր բառ կարող է փոխել պատմության ընկալումը։ Օրինակ, դանակահարված քաղաքացի ձևակերպումը փաստ է, մինչդեռ դաժան հաշվեհարդար կամ արյունալի դեպք արտահայտությունները արդեն հուզական գնահատականներն են։ Լրագրողական պատասխանատվությունը պահանջում է խուսափել վաղաժամ եզրակացություններից և չօգտագործել բառապաշար, որը կարող է ձևավորել կանխակալ վերաբերմունք։ Նման միջադեպերի ժամանակ հաճախ հրապարակվում են վիրավորի տարիքը, բնակության վայրը կամ այլ անձնական տվյալներ։ Թեև այս տեղեկատվությունը կարող է հետաքրքրել հանրությանը, այն նաև առաջացնում է էթիկական հարցեր։ Մինչ քննությունը շարունակվում է, անձը համարվում է ոչ թե պատմության կերպար, այլ կոնկրետ մարդ իր իրավունքներով, հետևաբար լրատվամիջոցները պարտավոր են հավասարակշռել հանրային հետաքրքրությունը և անձնական կյանքի պաշտպանությունը։ Քրեական լուրերի շուրջ ամենավտանգավոր երևույթներից մեկը ենթադրությունների արագ տարածումն է։ Սոցցանցերում հաճախ կարելի է տեսնել մեկնաբանություններ, որոնք դեռ չհաստատված տեղեկությունները ներկայացնում են որպես փաստ։ Սա կարող է հանգեցնել ապատեղեկատվության տարածման, անմեղ մարդկանց նկատմամբ կասկածների, հանրային լարվածության աճի։ Իրավապահ մարմինները սովորաբար խուսափում են մեկնաբանություններից մինչև քննության ավարտը, իսկ այդ լռությունը հաճախ լրացվում է ենթադրություններով։ Երբեմն լրատվական նյութերում նշվում է, որ վիրավորը կամ միջադեպի մասնակիցը նախկինում խնդիրներ է ունեցել օրենքի հետ։ Նման տեղեկությունը, նույնիսկ եթե համապատասխանում է իրականությանը, կարող է հասարակության մոտ ձևավորել կանխակալ վերաբերմունք։ Կարևոր է հասկանալ, որ յուրաքանչյուր դեպք պետք է դիտարկվի ինքնուրույն, անցյալը չի կարող ավտոմատ կերպով որոշել ներկայի հանգամանքները։ Նման միջադեպերը հաճախ մեծ արձագանք են գտնում հասարակության մեջ, հատկապես երբ տեղի են ունենում տոնական օրերին։ Մարդիկ սկսում են խոսել անվտանգության, հանցավորության մակարդակի և իրավապահ համակարգի արդյունավետության մասին։ Սակայն մեկ դեպքը չի կարող ամբողջական պատկեր տալ։ Վերլուծությունը պահանջում է վիճակագրություն, համեմատություն և ժամանակի ընթացքում հավաքված տվյալներ։ Երևանում տեղի ունեցած միջադեպը հերթական հիշեցումն է այն մասին, որ յուրաքանչյուր քրեական լուր պետք է դիտարկվի զգուշությամբ և պատասխանատվությամբ։ Փաստերը պետք է առանձնացնել ենթադրություններից, տեղեկատվությունը հույսերից, իսկ իրականությունը մեկնաբանություններից։ Միայն այս դեպքում հնարավոր է ձևավորել առողջ տեղեկատվական միջավայր, որտեղ լուրերը ծառայում են ոչ թե վաղ սերմանելուն, այլ տեղեկացված լինելուն։ Սոցիալական ցանցերը դարձել են տեղեկատվության տարածման հիմնական հարթակներից մեկը։ Այստեղ լուրերը ոչ միայն տարածվում են, այլև մեկնաբանվում, գնահատվում և հաճախ վերաիմաստավորվում։ Քրեական դեպքերի դեպքում սոցցանցերում հաճախ կարելի է հանդիպել ինքնուրույն վարկածների, մեղավորների վաղաժամ նշանակման, հույզերի վրա հիմնված դատողությունների։ Այս գործընթացը կարող է վտանգավոր լինել, քանի որ հանրային դատավճիռը հաճախ ձևավորվում է ավելի արագ, քան իրավականը։ Դեպքը տեղի ունեցել տարվա վերջին օրը, տոնական շրջանի ընթացքում, նման ժամանակահատվածներում հասարակական արձագանքը սովորաբար ավելի սուր է լինում։
Տոնական օրերին մարդիկ ակնկալում են խաղաղություն եւ անվտանգություն, եւ ցանկացած արտակարգ դեպք ընկալվում է որպես սպասումների խախտում, սա կարող է ուժեղացնել վախի կամ անորոշության զգացումը։ Սակայն մասնագետները նշում են, որ նման օրերին միջադեպերի քանակը միշտ չէ, որ ավելանում է, պարզապես դրանց հանդեպ ուշադրությունն է աճում։ Մեկ առանձին դեպք, որքան էլ որ ծանր կամ աղմկարույց լինի, չի կարող ամբողջական պատկեր տալ հանցավորության ընդհանուր վիճակի մասին։ Հասարակության մեջ հաճախ առաջանում է տպավորություն, թե նման դեպքերը համակարգային են կամ աճող միտում ունեն, սակայն առանց վիճակագրական տվյալների եւ համեմատության այդ եզրակացությունները կարող են լինել սխալ։ Մեդիայի կարևոր դերերից մեկը ոչ միայն լուրը փոխանցելն է, այլև այն տեղադրելը ավելի լայն կոնտեքստի մեջ։ Քրեական գործերի քննությունը մեծամասամբ փակ գործընթաց է։ Սա արվում է ոչ թե տեղեկատվությունը թաքցնելու, այլ քննության արդյունավետությունը ապահովելու համար։ Սակայն հասարակության համար այդ փակությունը երբեմն ընկալվում է որպես անորոշություն։ Այդ անորոշությունը լցվում է ենթադրություններով, ոչ պաշտոնական աղբյուրներով եւ երբեմն կեղծ տեղեկություններով։ Այս իրավիճակում լրատվամիջոցների պատասխանատվությունը կրկնապատկվում է։ Երևանում տեղի ունեցած միջադեպը մեկ կոնկրետ դեպք է, սակայն այն բացում է ավելի լայն թեմա՝ ինչպես ենք մենք ընդունում եւ ընկալում քրեական լուրերը։ Փաստերի եւ ենթադրությունների սահմանը երբեմն շատ բարակ է։ Այդ սահմանը պահպանելը պահանջում է պատասխանատվություն, թե լրագրողներից, թե հանդիսատեսից։ Միայն հավասարակշռված եւ գիտակցված մոտեցման դեպքում հնարավոր է ստեղծել տեղեկատվական միջավայր, որտեղ լուրերը ծառայում են տեղեկացվածությանը, ոչ թե վախի տարածմանը։ Քրեական լուրերի լուսաբանման ժամանակ առանցքային նշանակություն ունի աղբյուրի հարցը։ Տեղեկատվությունը կարող է ստացվել տարբեր ճանապարհներով՝ պաշտոնական հաղորդագրություններից, օպերատիվ տվյալներից, ականատեսներից կամ լրագրողական հետաքննության արդյունքում, սակայն ոչ բոլոր աղբյուրներն են հավասարապես վստահելի։ Օպերատիվ տեղեկությունները կարող են փոփոխվել քննության ընթացքում։ Ականատեսների պատմությունները հաճախ լինում են սուբյեկտիվ, իսկ ոչ պաշտոնական աղբյուրները կարող են տարածել թերի կամ սխալ տվյալներ։ Այդ պատճառով մեդիայի հիմնական խնդիրներից մեկը տեղեկատվության ճշգրտման եւ հավաստիության ստուգման գործընթացն է։ Քրեական թեմաների լուսաբանման ժամանակ լեզվի ընտրությունը կարող է կանխել կամ հակառակը խթանել հուզական արձագանքը։ Չեզոք լեզուն չի նվազեցնում դեպքի լրջությունը, այն թույլ է տալիս կենտրոնանալ բովանդակության վրա, այն չի մեղադրում, չի արդարացնում եւ չի ենթադրում, այլ պարզապես ներկայացնում է փաստերը։ Սա հատկապես կարևոր է այն փուլում, երբ քննությունը դեռ ընթացքի մեջ է։ Քրեական լուրերը հաճախ ընկալվում են ոչ միայն որպես տեղեկատվություն, այլ նաև որպես վտանգի ազդանշան։ Մարդիկ սկսում են այդ լուրերը համադրել սեփական անվտանգության հետ։ Եթե նման լուրերը ներկայացում են առանց համատեքստի, կարող է ստեղծվել տպավորություն, թե վտանգը մշտական եւ համատարած է։ Սա կարող է ազդել մարդկանց վարքի, վստահության եւ հասարակական տրամադրությունների վրա։ Պատասխանատու լուսաբանումը պետք է նվազեցնի չհիմնավորված վախը, ոչ թե խորացնի այն։ Երևանում տեղի ունեցած դանակարության դեպքը հերթական քրեական լուրն է, որը հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում։ Սակայն այն նաև օրինակն է այն բանի, թե որքան բարդ է տեղեկատվության եւ պատասխանատվության հավասարակշռությունը։ Լուրերը կարող են տեղեկացնել, բայց կարող են նաև մոլորեցնել։ Տրամաբանությունը կախված է ոչ միայն բովանդակությունից, այլ նաև ներկայացման ձևից։ Այս տեսանյութի նպատակն է ցույց տալ, որ յուրաքանչյուր քրեական լուր պահանջում է ոչ միայն ուշադրություն, այլ նաև գիտակցված վերաբերմունք։